Վայ, ես վերջերս դու նես հիմա հարցեր ես ինձ տալիս, որ ես վերջը ուզում ես ինձ այն հարցերն եմ տալի Հայկոյի, որ ես կուզեի պատասխանել այդ հարցին։ Հա, ես ասեմ քեզ, ուրեմն շատ կարոտում եմ իմ մանկությունը, իմ բակը։ Այդ իմ երեխա տարիքից ասեմ։ Հետո այն որ բաներա, չէ, Facebook-ում բերումա, չէ, հիշում եք այս նոր տարին բան։ Այդ ամեն ինչը որ գալիս է, ես sense չգիտեմ, նորից ապրում եմ դրանով ու իմ համար այդ շատ ծանր բաներ է, աշխատում եմ չնայեմ, հատկապես երեխեքի մոտ, որովհետև չես կարող իրանց բացատրես, խես դու այդ պահին հուզվել։ Կարոտում եմ իմ բակը, իմ մանկությունը, իմ ընտանիքը, տատիկ պապիկներիս, դե ծնողների մասին չեմ խոսում։ Հետո արդեն կարոտում եմ մեր տունը, իմ ու աբոյի տունը, որտեղ որ շատ երջանիկ ապրում էինք։ Մինչև Ամերիկա։ Մինչև Ամերիկան։ Ամերիկայում էլ են երջանիկ, ինչ խոսք։ Այո։ Բայց այսքանով որ գիտի։ Հիմա չեմ ուզում մանրանալ ինչի եմ տենց ասում։ Բայց կարոտում եմ, ամեն ինչը կարոտում եմ մեր զբոսանքները, երեխեքի հետ միասին, այնտեղ շատ էինք գնում կինո, թատրոն, այստեղ ժամանակ չի լինում ուղղակի։ Հա։ Մի փոքր, չէ, շատ տարբեր է կյանքը։ Հա, շատ տարբեր է, մի փոքր չէ, բավականին տարբեր է։ Երևանն եմ կարոտում, մեր համերգներն եմ կարոտում, մեր այդ ընկերական հավաքները, փորձերը։ Չկա մի բան, որ ասեմ, օրինակ սա չէ, ամեն ինչը։ Իսկ քո կարոտի երգը որն է Հայկո, այդքան երգեր գիտես, վստահ եմ շատ 100 եւ ավելի երգեր, բայց որ կարոտում ես, որ երգն է գալիս մտքիդ, որ երգում ես։ Որ կարոտում եմ։ Ոյ, դժվար հարց ես տալիս, Դավոն ուզում ես լացածնի, լավ եկար։ Մի հատ բանի ասեմ անցնենք առաջ, օտարություն այսքան տարով, կուլամ կարոտով։ Դե լավ, մի քիչ շփվեք, ես սուրճը բերեմ արդեն, թե չէ։